Ուզում եմ սիրելիներ, այսօր մենք միասին խոսենք լեզուներով աղոթքի մասին։ Ով կաստ է մարդ, որ լեզուներով աղոթում է։ Բոլորով աղոթում եք։ Իսկ լավ, ես մի հարց տամ։ Ով լեզուների պարգև կամ մկրտված չէ, ով չի աղոթում։ Գայանը, ահա։ Մի քանի հոգի։ Լավ թանկագիններս, հիմա ես ուզում եմ ասեմ, սիրելիներ, որ լեզուներով աղոթք չանելը, դա մեծ բացթողում է, շատ մեծ բացթողում է։ Ուզում եմ Աստվածաշնչով ես իմ յուրաքանչյուր ասածը հաստատեմ, դա լեզուներով աղոթքը մեծ զենք է նախ, որ Աստված այդ շնորհը դրել է յուրաքանչյուրիս մեջ։ Կան կարծիքներ, կան եկեղեցիներ, ժողովուրդ ջան, որ մտածում են լեզուներով աղոթքը դա առաջի դարում է եղել, բայց այդպես բան չկա գրած Աստվածաշնչում։ Աստված երեք, այսօր եւ հավիտյան նույն Աստվածն է։ Ամեն։ Հիմա թանկագներս ուզում եմ միասին բացենք մեր Աստվածաշնչերը Մարկոս ավետարան 16 գլուխ 17 խոսքը 17-18 խոսքերը կնայենք մինչև այդ տեղը բացելը ժողովուրդ ջան ուզում եմ որ մենք մի բան հաստատենք մեր մեջ որ ինչ է լեզուներով աղոթքը ասեմ լեզուներով աղոթքը դա Աստծուց շնորհք է պայքարելու դիվային աշխարհի դեմ։ Եվ առանց այդ շնորհի մենք պարտություններ կունենանք։ Տեսեք ինչ է գրված, ասում է, նրանք, որ կհավատան, այս նշանները նրանց հետ պիտի գնան։ Այսինքն ովքեր որ սրտանց կհավատան Տիրոջը, այս նշանները իրաց կյանքում կլինեն։ Ամենաառաջինը քո միջոցով դևեր դուրս կգան։ Եթե դու հավատում ես ու հավատքի մեջ հասում ես, դևերը կտենան ու դուրս կգան մարդկանց մեջից։ Երկրորդ բանը նոր լեզուներ պիտի խոսեն։ Այսինքն սիրելիներ, եթե դու հավատք ունես առ Աստված, դու լեզուներ կխոսես։ Աստված մի օր քեզի այդ պարգևը կտա։ 18-րդ խոսքը ձեռքերին օձեր պիտի բռնեն եւ եթե մահարի դեղ խմեն իրենց պիտի չվնասի հիվանդների վրա ձեռք պիտի դնեն եւ նրանք պիտի առողջանան այսինքն եթե դու հավատքի մեջ ես եւ հասունացած ես հավատքի մեջ դու լեզուներ կխոսես դու դև կքշես ձեռները հիվանդի վրա կդնես եւ նրանք կբժշկվեն Եթե մահարի դեղ խմես քեզի վնաս չի լինի, եւ եթե օծը անգամ քեզի խայթի, էլի վնաս չի լինի։ Որտեղ մենք տեսնում ենք Գործք առաքելոց գրքում, երբ որ Պողոս առաքյալն օծը խայթեց, մտածեցին թե ինքը կմահանա, բայց ինքը չմահացավ։ Ու մարդիկ սկսեցին ուրիշ ձև կերպ վերաբերվել Պողոսին ու մտածեցին Պողոսը թե ինքը Աստված է երկնքից իջած։ Այսինքն թանկագինս, եթե դու հավատում ես Տիրոջը սրտանց եւ աճում ես հասունանում ես հավատքի մեջ դու լեզուներ կխոսես Ամեն Մենք ասեցինք որ լեզուներով աղոթքը դա զենք է Ամեն ու ես այդ Սևակի վկայությունը մի հատ մեր ճանդի մի հատ վկայություն կա Սևակ Բարսեղյանին գիտեք չէ Իր կյանքում մի հատ հրաշալի ձևով Աստված օգնություն արել, որ ինքը բացատրա մարդկանց, որ լեզուներով աղոթքը դա Աստծուց է ու ինքը ստե պատմում է, ուզում եմ, որ մենք միասին լսենք։ Հիմա ու տարիներ առաջ Հայաստանում երբ որ տնային խմբակ սկսեցի, աղջիկներ էին, որոնք որ կրոնական անցյալ ունեին ու բացարձակ չէին ընդունում ոչ Սուրբ Հոգու լեզուները, պարգևները եւ այլն Ինչ տեղի ունեցավ երկար ժամանակ ես համոզում եմ որ այդպիսի բան կա Աստվածաշնչով համոզում եմ
ու չէի կարողանում։ Մինչև որ մի հետաքրքիր բան տեղ ունեցավ։ Նրանցից մեկը երազ տեսավ։ Երազում ասում է տեսավ, որ սատանան մտավ սենյակս, ասում է պատտվում էր նույնիսկ առաստաղի վրայով, պատերի վրայով, ու ասում է ես սկսեցի հայերենով աղոթել։ Ասում է ես որ հայերենով աղոթում էի, հանգիստ նստում էր, ասում է անհանգստություն չկար իմ մոտ, բայց երբ որ սկսեցի լեզուներով խոսել, ասում է պանիկայի մեջ ընկավ, հարձակվեց վրաս, ուզում էր բերանս բռներ, որ հանկարծ չխոսեմ լեզուներով։ Ու ասում է լեզուս էր ուզում նույնիսկ բռներ։ Ասում է հետո ընթացքում էլի հայերենի էի վերածում աղոթքը, հանգիստ նստում էր։ Ու ասում է հետո, երբ որ սկսեցի աղոթել ու ցածր sense ոնց որ սկսեցի աղոթել, ասեց գոնե բարձր մի աղոթի, ու sense պանիկայի մեջ էր ընկնում։ Ու դրանից հետո այդ համոզմունքը եկավ ու Աստված իրապես փաստեց նույնիսկ երազով փաստեց, որ այդ պարգևը կա ու իրեն հավատացողներին կտրվեն այդ նշանները։ Ամեն։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Թանկագիններ, տեսեք։ Ասում է, երբ որ հայերենի աղոթում, ինքը հանգստանում էր, դևը։ Երբ որ լեզուներով աղոթում, ինքը ընկնում էր պանիկայի մեջ։ Այսինքն տեսեք, թանկագինս ինչի համար է ինքը ընկնում պանիկայի մեջ, որովհետև դու լեզուներով աղոթքով հարվածում ես նրան։ Ես ասեմ թանկագիններս, եթե քո կյանքում դու ունես սուրբ կյանք, դու ունես աղոթքի կյանք, քո կյանքում հաղթանակները անխուսափելի են։ Ամեն։ Հիմա մի վկայություն էլի Յոնկիչոյի կյանքից եմ ուզում ես հիշատակեմ։ Յոնկիչոյն գիտեք ինչ ասում։ Ասում է իմ աղոթների 80%-ը լեզուներով է։ Ու մենք տենում ենք իր կյանքի պտուղը, որ աշխարհում ամենամեծ եկեղեցին, ամենամեծ արթնություն բերող եկեղեցին, իր եկեղեցին է եղել, թանկագիններս։ Հիմա թանկագիններս ես ինչի համար որոշեցի, որ միասին այս թեմայով մենք խոսանք, որովհետև շատ ժամանակ սատանան մեզի խաբում է։ Որպեսզի հանկարծ մենք այս զենքը, այս շնորհը, այս պարգևը չգործածենք, որովհետև դրա հետևում մեծ պտուղ կա, դրա հետևում դևը պարտվում է։ Ամեն թանկագիններս։ Հիմա սիրելիներս, ուզում եմ ես միասին բացենք Հռոմեացիս 8-րդ գլուխը։ Միասին եկեք բոլորս բացենք։ Մի քիչ այսօր դասի նման ալնելու։ Այսօրվա խոսքը։ Հռոմեացիս 8-րդ գլուխ 26-27-րդ խոսքերը ուզում եմ կարդանք միասին։ Ասում է նույնպես հոգին էլ օգնության կհասնի մեր տկարություններին։ Ես ասեցի Հռոմեացիս 8:26 26-27 նայեք թանկագիներս։ Եթե քո կյանքում կա մեղք ու դու լեզուներով աղոթում ես, արդյունք չի լինելու։ Այստեղ եք նորից եմ ուզում կրկնել։ Եթե քո կյանքում օրինակ կա չներում, կա մեղք, կա վիավորանք ու դու էթում ես լեզուներով աղոթք ես բարձրացնում, չի օգնելու։ Հնարավոր է որ դու մտածես, այսքան տարիներ ես լեզուներով աղոթում եմ, բայց ոչ մի բան չի լինում։ Նայեք նորից եմ այստեղ ուզում կարդամ սիրելիներ։ Նույնպես հոգին օգնության կհասնի մեր տկարություններին։ Այսինքն թանկագիներս մենք տկարանում ենք։ Պողոս առաքյալը սիրելիներ, եթե տկարանում էր, մենք կտկարանանք ու կտկարանանք։ Ամեն։ Այս վերջում մենք հարսանիքի ենք հրավիրված, մի եղբոր այդ դուրսը կանգնած խոսում են, գիտեք ինչա իր կյանքից պատմում։ Ասում է սորակ եղբայր, անընդհատ ճնշումների մեջ եմ, խաղաղություն չունեմ, չգիտեմ, չեմ կարողանում դուրս գամ այս վիճակից։ Գիտեք, ինքը տկարության մեջ էր։ Ու ինքը օգնության կարիք ուներ։ Իմ հետ էլ է դա կատարվել։ Ամեն ինչ նորմալ է, եկեղեցում ամեն ինչ լավ ընթացք ունի, ընտանիքում ամեն ինչ լավ ընթացք ունի, փոխհարաբերության խնդիր չկա, բայց ներսս տակնի վրա էլ անխաղաղ եմ, ասած ինչ է կատարվում։ Անխաղաղ եմ, տխուր եմ, չգիտեմ, ուրախություն չկա։ Գիտեք ինչ ասա, հարցակում է քո հոգու վրա։
Ու գիտեք, ասում է, ինչ ասում ստե, հոգին, Սուրբ հոգին օգնության է հասնում մեր տկարություններին։ Որովհետև դու չգիտես քո հետ ինչ է կատարվում։ Տեսեք, ինչ ասում ստե։ Քանզի ինչու համար եւ ինչպես աղոթել ենք, չգիտեմ, այսինքն դու չգիտես քո հետ ինչ է կատարվում, որ մի հատ էլ աղոթես դրա համար։ Չգիտես ինչի դեմ աղոթես։ Որտեվ չես հասկանում քո հետ ինչ է կատարվում։ Պատկերացրեք Ժորժ ջան։ Այսինքն դևը կարա հարցակում գործի քո վրա։ Եվ միակ խնդրի լուծումը լեզուներով աղոթքն է։ Ինչու եւ ինչպես չգիտես։ Շարունակությունը եկեք նայենք։ Ինչու եւ ինչպես աղոթել ենք չգիտենք, բայց ինքը հոգին բարեխոս կլինի մեզ համար։ Անբարբար հառաչանքներով։ Նայեք թանկագինները, շատ ժամանակ մենք չգիտենք մեզ հետ ինչ է կատարում եւ ինչի համար պետք է աղոթենք։ Տեսեք, ստեղ օգնության է ինքը հասնում, չէ՞, առաջինը, երկրորդը մենք տկարությունն ենք, երրորդը բարեխոսում է։ Ինչ է հիմա նշանակում անբարբար։ Առանց բարերի աղոթք։ Ես չգիտեմ, այդ ձև աղոթք ձեր կյանքում եղել է թե չէ։ Առանց բարերի աղոթք, դա կոչվում է հառաչանք։ Հիմա դուք մտածեք ո՞նց է այդ ձև աղոթք լինում է։ Հառաչանքը առանց բարերի աղոթքն է, հոգու ներքին աղոթք, երբ Սուրբ Հոգին մեր փոխարեն միջնորդում է Աստծո առաջ։ Բարեխոսություն դա միջնորդ է։ Այնպես է թե չէ։ Ուզում եմ թանկագինես բացենք առաջի Կորինթացիս 14-րդ գլուխը։ Առաջի Կորինթացիս 14-4, երկրորդը կկարդանք։ Երկրորդ խոսքը։ Նայեք ինչ ասում։ Ասում է նա, որ օտար լեզվով կխոսի, ոչ թե մարդկանց կխոսի, ապա Աստծուն կխոսի։ Երբ որ թանկագինես մենք լեզուներով խոսում ենք, մենք մեր հոգին Աստծո հետ է խոսում։ Երկնքի Աստծո հետ մեր հոգին խոսում է։ Հետո շարունակության մեջ հետևյալն է գրված. բայց նա հոգիով խորհուրդներ կհայտնի։ Հետաքրքիր բան է, չէ՞։ Գիտեք Երեմիա 33:3-ում ինչ ասում։ Ասում է ինձի կանչիր եւ ես քեզ պատասխան կտամ եւ գաղտնիքներ կբացեմ քեզի։ Գաղտնիքներ։ Բաներ, որոնք ծածկված է, որոնք ոչ ոք չգիտի։ Այստեղ մեկ այլ թարգմանության մեջ գիտեք ինչ է գրված, ասում է գաղտնիքներ կհայտնի։ Այստեղը երբ որ մենք նայում ենք, տեսեք ինչ ասում։ Ասում է մեկը չկա, որ իմանա, բայց նա իր հոգով խորհուրդներ կհայտնի։ Բաներ, որոնք որ ծածկված են, մարդ ոչ ոք չգիտի, բայց դուք իմանաս դա։ Որտեվ հոգին հորից վերցնում է եւ փոխանցում ան քեզի։ Ահա սա լեզուներով աղոթքի զորությունը ժողովուրդ ջան։ Հիմա ինչպիսի գաղտնիքների մասին է խոսքը։ Օրինակ Հովանես առաքյալին ինչ բացեց Աստված։ Հիշում եք աշխարհի վերջի մասին։ Թե այս աշխարհը ինչպիսի ավարտ է ունենալու։ Ու ինքը Հովանես հայտնությունը գրեց, հայտնության գիրքը գրեց։ Երկրորդը Աբրահամին հայտնեց,
Ինչ հայտնեց Աբրահամին Սոդոմի կործանման մասին։ Ոչ ոք չգիտեր Սոդոմի կործանումը, բայց Աբրահամը գիտեր։ Աստծո ծրագրերը ապագայի մասին, այդ գաղտնիքները Աստծո սրտի մտքերն են, որոնք հոգին հաղորդում են մարդուն կամ ասում Աստծո հոգու միջոցով։ Ահա թանկագիններս, թե լեզուներով աղոթքը ինչ զորություն ունի։ Գիտեք, մեր հովիվարտուրը ինչ էր, ես երեք իր քարոզն լսում, ասում է մի օտար երկրում ինչ որ մեկի համար լեզուներով աղոթեց, ինքը սկսեց լացել։ Հիշում եք, որ Հիսուսը Սամարացի կնոջ սա գաղտնիքները բացեց։ Լրիվ գաղտնիքները։ Այսինքն, սիրելիս, Սուրբ Հոգին լեզուներով աղոթքը բացում է բաներ քեզի, որոնք որ փակ են, գաղտնի են։ Ասում է խորհուրդներ կբանա։ Հիմա եկեք շարունակությունը տեսնենք։ Երբ Սատանան ինչ որ բան է ծրագրավորում քո դեն, Հոգին հայտնում է քեզ։ Ես իմ կյանքից մի հատ վկայություն եմ ուզում տալ։ Իմ կյանքից, սիրելիներ։ Թե ինչ ձև ես փորձանքից, ավարիայից փրկվեցի, եթե խմբակներում պատմեր եմ, ուզում եմ ընդհանուր ձեզի պատմեմ, Ժողովուրդ ջան։ Դա շատ շուտ էր, ես մոտոցիկլետ ունեի, կարմիր գույնի։ Ու այդ մոտոցիկլետով Քյավառից նոր տարի էր գյուղի գալու։ Ու հենց որ մենք ասանք այս մեր գյուղի սկիզբը, անկախ ինձնից հոգին սկսեց աղոթել, հենց վարելու ժամանակ։ Ես համ վարում համ աղոթքի անում։ Ինքնաբուխ աղոթք սկսեց, չպլանավորված նկատի ունեմ։ Հետաքրքիրը գիտեք որն էր, որ հենց որ ես վերադառնում եմ, արդեն հասա Գավառ, ես մի հատ մեծ ավարիայից բրծատե։ Չեմ ուզում այդ մանրամասներն ասեմ, այն ձև բրծա, որ էդի ընձնով չէր էլի։ Ուղղակի ես զգացի, որ Աստված միջամտեց։ Գիտեք հետաքրքիրը որն էր, որ ես հասկացա այն աղոթքը, որ արվավ, սրա համար էր։ Ես ասեմ, եթե այն աղոթքը չլիներ, ես թե ավարիայի ունենալու։ Ու Աստված գիտի, թե ինչ կլիներ իմ հետ։ Թանկագինս, երբ որ Սատանան ինչ որ մի բան է պլանավորում քո դեն, եթե դու արթուն ես, հենց լեզուներով աղոթես, քանդվում է դա։ Հենց դու արթուն չես աղոթում, Սատանայի ծրագիրը իրականանալու է քո կյանքում։ Գիտեք, դա ինչ դեպք է, չգիտեմ, այդ մարդը խմած էր, թե ինչ էր, ինքը իր ձախ կողմով, ես իմ աչով եթում, ինքը իր աչով պետք է այտա, չէ։ Ինքը դեմ դիմաց ուղիղ քշում էր իմ վրա։ Ես չգիտեմ, ինքը հարբած էր, թե ինչ էր, բայց թե ինչ ձև ես իրանը շրջանցեցի, ես էլ չհասկացա։ Ու գիտեք, ես հավատում եմ, որ դա հրեշտակային մի հատ միջամտություն էր, որտեղ այդ մարդը այդ վարկյաններին անհնար է, որ ինքը կարանա այդ ձևի մի անգամին շրջադարձ կատարը։ Դրա համար թանկագիններս ինչ եմ հորդորում ձեզի, անպայման ամեն օր ձեր կյանքում ունեցեք լեզուներով աղոթ ձեր երեխեքի համար, ձեր ընտանիքի անդամների համար, որովհետև Սատանան ասում է մռնչող առյուծի պես ման է գալում, թե ում կուլ տա։ Ամեն թանկագիններս, հալելույա։ Երբ Սատանան ինչ որ բան է ծրագրավորում քո դեմ, հոգին հայտնում է քեզ։ Երրորդ Թագավորաց 6:8։ Երրորդն էլ չէ։ Ասում է, անգամ ասորիների թագավորը Իսրայելի դեմ պատերազմ էր անում։ Իր ծառաների հետ խորհուրդ արավ եւ ասավ. այսինչ կամ այնինչ տեղը բանակ դնեմ։ Աստծո մարդը Իսրայելի թագավորին մարդ ղրկեց ասելով. զգուշացիր, որ այդ տեղից չանցնես, քանի որ ասորիները այնտեղ իջած են։ Իսրայելի թագավորը Աստծո մարդու ասած տեղը մարդ ղրկելով տեղեկացավ եւ այնտեղից զգուշացավ շատ անգամ։
Այս բանի համար ասորիների թագավորի սիրտը նեղանալով իր ծառաները կանչեց եւ նրանց ասավ. «Չեք հայտնում ինձի, թե մերիններից ով կա, որ Իսրայելի թագավորին լուր կղրկե»։ Ծառաներից մեկը ասավ. «Չկա այդպիսի մեկը, ով Տեր իմ թագավոր, հապա Իսրայելի մեջ եղող Եղիսե մարգարեն քո պարկելու սենյակիդ մեջ խոսած խոսքերդ Իսրայելի թագավորին կհայտնե»։ Եվ թագավորը ասավ. «Գացեք ու անոր ուր ըլլալը իմացրեք, որպեսզի նրան բռնել տամ»։ Այն նրան հայտնեցին եւ ասեցին. «Ահա անիկա Դոթայիմի մեջ»։ Այսքան տեսեք, Եղիսեն ինչ ասորիների թագավորը պլանավորում էր գիտեր ինքը։ Հետաքրքիր է, չէ՞։ Հոգին հայտնում էր։ Պատկերացնում ես, քո թշնամին ինչ որոշա, դու իմանաս։ Ինչ պլանավորա, դու իմանաս։ Սա կոչվում է արթուն վիճակ, Ժողովուրդ ջան։ Գիտեք, Ժողովուրդ ջան, ասը միգուցե դու չիմանաս, բայց քո ներսի հոգին գիտի, չէ՞։ Սատանան ինչ պլանավորում է քո դեմ։ Բայց եթե դու չես աղոթում, նրա ծրագրերը իրականանում է։ Երբ որ դու աղոթում ես, նրա ծրագրերը քանդվում է։ Գիտեք, մեկ օր Հիսուսը իր աշակերտներին ասեց, աղոթք արեք, որպեսզի փորձանքի մեջ չընկնեք։ Ուզում եք մի բան ասեմ, երբ որ ձեր երեխեքը փորձանքի մեջ են ընկնում, դա մեր բաց թողումն է, Ժողովուրդ ջան։ Երբ որ մենք փորձանքի մեջ ենք ընկնում, դա մեր բաց թողումն է։ Ես մի բան եմ հասկանում, Ժողովուրդ ջան, մենք պետք է աղոթել սովորենք։ Մեկ օր առաքյալները գնացին Հիսուսի մոտ, ասեցին. «Տեր, մեզի աղոթել սովորեցրու»։ Ինչ է, նրանք աղոթել չգիտեին, շատ էլ լավ գիտեին, բայց իրանք գիտեին, որ իրանց աղոթքը լրանալու տեղ ունի, զարգանալու տեղ ունի։ Թանկագինս, մի բան եմ ուզում, բոլորովս հաստատենք մեր մեջ։ Ուզում եք ձեր ընտանիքները ապաշխարեն։ Ուզում եք ձեր հարևանները ապաշխարեն, ձեր ազգականները ապաշխարեն։ Ուզում եք, որ մեր գյուղերը ապաշխարեն։ Ուզում եք, որ մեր քաղաքը ապաշխարի։ Ասեմ, մի հատ ելք կա, անդադար աղոթք։ Անդադար աղոթք։ Մշտական աղոթք։ Ոչ մեխանիկական աղոթք, սրտից, հավատքից եկած աղոթք։ Ամեն թանկագիններս։ Մենք մեր մարմիններին, Ժողովուրդ ջան, պետք է վարժեցնենք աղոթել։ Ուզենք թե չուզենք, թանկագիններս, ուզում եք հաղթողներ լինենք։ Եթե ուզում ենք հաղթողներ լինենք, մենք պետք է աղոթել սովորենք։ Եթե չեք ուզում պարտվեք, աղոթեք։ Ամեն ժամանակ, անդադար, հոգով աղոթ, ոչ թե մեխանիկական աղոթ, այլ հոգով աղոթք։ Դրա համար Պողոս առաքյալն ասում է, իմ մարմնին կճնշեմ ու կնվաճեմ։ Գիտեք, թանկագիններս, երբ որ Աբրահամը իր աղոթքի ձևը փոխեց, օրհնություն եկավ։ Եկեք սիրելիներ, հաղթահարենք այդ մեխանիկական աղոթների վերջը տանք, այդ անգիր արած աղոթքների, հոգով աղոթենք, մտնենք հոգևոր դաշտ, ոչ թե մի հատ մտնենք պտիչկա դնենք, դուրս գանք, աղոթքի մարտիկներ դառնանք, Ժողովուրդ ջան, հավատացյալը առանց աղոթքի հավատացյալ չէ։ Մտի քո ներքին սենյակը դուռդ փակա ու լեզուներով աղոթա։ Հələ մտի քո ներքին սենյակը լեզուներով երկար աղոթա, 5 րոպե չէ, 10 րոպե չէ, 15 չէ։ Մտի ու երկար լեզուներով աղոթա։ Մտի ու վայելա երկինքը։ Տիրոջ ներկայությունը վայելա։ Գնա խորքերը, հոգու խորքերը գնա։ Այդ ժամանակ նոր մենք կհասկանանք, որ մենք աղոթող մարդիկ ենք, Ժողովուրդ ջան։ Ամեն թանկագիններս։
Մենք պետք է աճենք աղոթքի մեջ, ժողովուրդ ջան, եթե մենք չաճենք, կանգնելու է մեր կյանքը։ Կամ սատանան կգողանա աղոթքը մեզից ու մենք կպարտվենք, կամ մենք մեզ մարմնին կկարողանանք ճնշել ու աղոթքի մեջ զարգանալ ու հաղթանակներ ունենալ։ Գիտեք Սմիթ Վիգլսվորթը ինչ ասում, ժողովուրդ ջան։ Ասում է, եթե եկեղեցին հնազանդվի Տիրոջը, աշխարհը կհնազանդվի։ Դու պատկերացնում եք, էսի ինչ պատասխանատվություն է։ Մենք, ժողովուրդ ջան, այս ժամանակները պետք է իրավունք չունենք բաց թողելու։ Անդադար աղոթք, նամանավանդ խոսքը վերաբերվում է գիտեք ում տատիկներին։ Ինչ է ձեր արածը, տատիկներ ջան, մտեք աղոթքի։ Հələ ասենք Նարեկը բիզնեսմենա վազնում, այդ մարդը ժաղած չենք կոնա մեղադրենք։ Մայրն էլ է բիզնեսմեն։ Արդարացում չի։ Բայց երբ որ մարդը պարապ է, գործ չունի անելու չի էլ աղոթում, էսի արդեն ներելի չէ։ Ժողովուրդ ջան, շատ ժամանակ եք տրամադրում լեզուներով աղոթքին, լսում եք, բայց այնպես չգորգրակ հարևաններ վախենան։ Լսում եք, փառք Աստծուն, շատերը սեփական տուն ունեն։ Երբ որ թանկագիններս տեսեք ինչ կատարվավ, հոգին Պետրոսին հայտնեց Անանիայի ու Սափիրայի մեղքը։ Այդ գիտեք որ հոգին էր Պետրոսի մեջ, քննության, զննության հոգին էր։ Ավելին եմ ուզում ասեմ, թանկագիններս, հիշում եք, երբ որ Պողոսին ուզում էին բռնեին, սպանեին, կարակ ասեք, ում միջոցով փրկվավ Պողոսը։ Այդ ով չէ, իշա, պետք է մհերը իշա։ Պողոսը ում միջոցով փրկվավ։ Պողոսին ուզում էին բռնեին, բանտարկեին։ Հա? Պողոսին։ Ինչ կնիկ։ Պողոսին գործկարակելս չեք կարդում, ժողովուրդ ջան։ Պողոսին ուզում էին սպանեին, մարդիկ հաշ չին ուտում, ջուր չի խմում, որ սպանին Պողոսին։ Ու մի հատ երեխու միջոցով հուշում եմ։ Նարեկ չես հիշում։ Քերոջ որդու միջոցով, տումար եմ ասում։ Պետք է վարը չէիշեր մայրը պետք է իշեր։ Պողոսին, տեսեք, Աստված միջամտեց, գիտեք ինչ է։ Այնեն ստացվա, որ այդ խոսակցությունը ընկավ, այդ երեխու անգաճը։ Ու ինքը գնաց հայտնեց Ազարապետին։ Այսինքն Աստված միջամտեց թանկագիններս, խառնվեց։ Երբ որ աղոթք Աստված շարժվում է, սիրելիս։ Ամեն։ Այնպես որ դու քո հարցերը աղոթքով լուծա։ Եվ ամեն բան հնարավոր է։ Հալելույա։ Այսինքն Սուրբ Հոգին կարող է բացահայտել կամ քանդել սատանայի ծրագրերը կամ փորձությունները։ Եթե աղոթք կա, բացահայտել մարդկանց սրտերը անգամ։ Աստծո խորհուրդների գաղտնիքները, երբ մարդը Աստծո հետ հաղորդակցության մեջ է։ Աստծո խորհուրդների գաղտնիքները։ Եվ ուզում եմ վերջի տեղը կարդամ 8 հաղորդությունը բերվի առաջի Կորինթացիս 14-ի 4-ը։ Առաջի Կորինթացիս 14-ի 4-րդ խոսքը։ Ասում են, նա որ օտար լեզվով է խոսում իր անձին, շինություն է անում։ Դա մարգարեությունից չեմ խոսում, ասում մարգարեությունը եկեղեցուն է շինություն բերում, բայց օտար լեզվով խոսողը իր անձին։ Ինչ է նշանակում շինություն։ Երբ որ շինություն բառը ես լսում եմ, շենք եմ պատկերացնում։
Ո՞նց են շենքը սարքում։ Հիմք են գցում։ Չէ՞։ Հետո պատերն են հավաքում, հետո կրիշը, հետո պերեգարոտ կեքը, չէ՞։ Հետո մնացած բաները, մանր-մուներ, այդ մենք լավ գիտենք։ Մենք տուն ենք, ասում դուք Սուրբ Հոգու տաճար եք, երբ որ դու լեզուներով աղոթում ես, Սուրբ Հոգին քո մեջ աշխատանք է կատարում։ Գիտեք, մեկ անգամ մեր հովիվարտուն ինչ է վկայում։ Կարակ բացատրեք, որ մարդը անխաղաղության, տրտմության մեջ տառապում է, այդում լեզուներով աղոթք է անում, ընդից երջանիկ, ուրախացած ժպիտը դեմքին դուրս է գալ։ Կարակ այդ բժիշկները կարան բացատրեն, էս ինչ է։ Ով կարա բացատրի, ինչ է սա։ Սա թանկագիններս շինություն է։ Երբ որ սատանան գողանում է քո ուրախությունը, դու եթում ես քո ուրախությունը վերականգնում ես, դուրս ես գալու։ Երբ որ սատանան գողանում է քո մխիթարությունը, դու եթում ես քո մխիթարությունը վերականգնում ես, դուրս ես գալ, դու շինվում ես։ Երբ որ քո կյանքում չկա խաղաղություն, կան վեճեր, երբ որ դու մտնում ես քո աղոթքի սենյակ, աղոթում ես, դուրս ես գալու, խաղաղված դուրս ես գալու։ Երբ որ քո կյանքում վախ կա, վախեր կա, դու մտնում ես, աղոթք ես անում լեզուներով, դուրս ես գալու, ազատագրված։ Կամ երբ որ դու ու չես կարող ինչ-որ մեղքից ազատագրվես հարցակվում, դու մտնում ես, քո ներքին սենյակ աղոթում ես, ընդդից ազատագրված դուրս ես գալիս։ Սա շինություն է կոչվում, ժողովուրդ ջան։ Աստված մեր ներսում շինարարություն է կատարում, ժողովուրդ ջան։ Ամեն։ Սիրով է լցվում, եթե չկա։ Համբերությամբ է լցնում, եթե չկա։ Զորացնում է, եթե չկա։ Տեսել եք դղյակ, սարքած դղյակ, հզոր տուն է, չէ ինքը, հզոր տուն է, այ Աստված ուզում է քեզի այդ ձև դղյակ սարքի, որ դու քո ներսում ամեն պտուղները լինի, եթե պետք է համբերել, համբերում ես։ Հալելույա։ Այսինքն մարդուն զորացնում է ներսից, մխիթարում է, խաղաղեցնում է եւ ուրախություն է բերում։ Ամեն թանկագիններս։ Փառք Տիրոջը։ Եվ ուզում եմ սիրելիներ հաղորդության մասին խոսենք, եկեք բացենք Մատթեոս 26-ը։ Կամաց մոտենանք հաղորդությանը, ժողովուրդ ջան։ Մատթեոս 26:26 Ասում է մինչև նրանք կուտեին, Հիսուսը հաց առավ, օրհնեց, կտրեց եւ տվեց աշակերտներին։ Եվ ասավ, առեք եւ կերեք, այս է իմ մարմինը։ Եվ գավաթը առավ, գոհացավ եւ տվավ նրանց եւ ասավ. ամենք դել խմեցեք սրանից, քանի որ սա է իմ արյունս նոր ուխտի, որ պիտի թափվի շատերի մեղքերի թողության համար։ Ինչ է սա նշանակում, թանկագիններս։ Այդ պահին Հիսուսը հաստատեց նոր ուխտը իր մարմնի եւ արյան միջոցով, այլևս կենդանիների արյունով չկա մեղքերի թողություն։ Այսինքն սա նոր ուխտի հաստատումն էր։ Ամեն։ Եվ ուզում եմ սիրելիներ կարդանք Առաջի Կորինթացիս 10:16-ը։ Առաջի Կորինթացիների 10:16 Ասում է օրհնության գավաթը, որ մենք կորտնենք, չէ որ Քրիստոսի արյան հաղորդությունն է։ Հացը, որ մենք կկտրենք, չէ որ Քրիստոսի մարմնի հաղորդությունն է։ Քանզի շատերս մեկ հաց եւ մեկ մարմին ենք։ Մեկ հաց եւ մեկ մարմին։
Ինչ ասա նշանակում սիրելիներ։ Այսինքն հաղորդակցվելիս հավատացյալը միանում է Քրիստոսի մարմնի եւ արյանը։ Եվ միաժամանակ դառնում մեկ մարմին մյուս հավատացյալների հետ։ Ամեն սիրելիներ։ Քանի մենք շատերս մեկ հաց եւ մեկ մարմին ենք, քանի որ ամենքս այդ մեկ հացից կհայելենք։ Ամեն սիրելիներ։ Եկեք ոտքի կանգնենք։